Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 13-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը երկուշաբթի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ինչ-որ հարցին լուծում տալու համար ելք եք փնտրելու։ Նաև երկար սպասված որևէ նամակ, տեղեկատվություն, որևէ փաթեթ կստանաք, որը ձեզ համար շատ կարևոր էր, բայց հիմա կարող է արդեն այն իր այդքան էլ կարևոր չի, մի խոսքով, այս պահին։ Բավականին էմոցիոնալ կլինեք ելք փնտրելու ժամանակ, կցանկանաք անպայման այդ հարցին լուծում տալ։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, միգուցե սեղանի շուրջ նստած է այդ ամենը կատարվելու։ Ինչ որ մեկի հետ խոսելուց փորձելու եք ինչ որ հարցին լուծում տալ, ելք փնտրել։ Մեկը մյուսին կօգնի այդ հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ոչ միտեղ ինչ-որ բանի կսպասեք, ինչ-որ մեկին կսպասեք եւ դա ձեր համար նոր դռներ է բացելու։ Ինչը որ կլինի, ինչին որ սպասում եք, ինչը որ կգա, դա ձեր կյանքում նոր հաջողություն է բերելու, նոր դռներ է բացելու։ Օրվա ընթացքում ճանապարհ եք գնալու, որը բավականին շատ հաջողությամբ կանցնի։ Նաև եթե ձեզ մոտ են ինչ-որ մարդիկ գալու, ապա եւս, իրենք հաջողությամբ կգան, տեղ կհասնեն, կախված է որտեղից են գալիս դե։ Եվ օրվա վերջ, այստեղ մի փոքր տխուր եք, մի փոքր դեպրեսիվ վիճակ է, ցույց չի տալիս ինչու,
Ինչ որ մտքեր կարող լինեն, որոնք որ ձեզ տանջում են։ Եվ դա էլ բերում է նրան, որ ընկնում եք այդպես խորը դեպրեսիվ վիճակի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը մի կողմից ուրախ եք, ոմանք, մի կողմից տխուր են, կամ որոշ ոլորտ ձեզ ուրախացնում է, որևիցե ոլորտ ձեզ կարող է տխրեցնում է, իսկ ոմանց մոտ սա այն, որ դուք տխուր եք, ինչ որ մի բան է ձեզ տանջում, դա անցնում է եւ սկսում եք ուրախանալ, ինչ որ մի բան է տեղի ունենում, որը ձեզ ուրախացնում է։ Միգուցե հենց այդ տխրությունն է, ինչի պատճառով որ տխրում եք, հենց դա է ձեզ ուրախացնում։ Եվ հաջողություն ունեք, նոր դռներ են բացվելու ձեր առջև, ձեր կարիերայի հետ կապված դա կարող է լինել, առաջ խաղացում, ձեր կարգավիճակի հետ դա կարող է լինել, ինչ որ կարող է չնչին է, ինչ որ շատ մեծ առաջ խաղացում, շատ մեծ, ինչ որ բարձրունք չկա կարիերայում, բայց ամենայն դեպս տարբերությունը նկատելի կլինի եւ դուք կուրախանաք դրանից։ Նա դա ձեր առջև նոր հնարավորություններ է բացելու։ Երեկոյան նաև տատանվում եք, ինչ որ հարց ծանրութ հետև կարող եք անել, միգուցե նաև առավոտյան է դա, որովհետև կես այնտեղ է, կես այնտեղ է։ Կարող է եւ այն առավոտյան մի փոքր տատանվեք եւ երեկոյան տատանվեք, երկուսն է կարող է լինել։ Նաև տան հետ կապված իրադարձությունները միգուցե առիթ է, այստեղ ճանապարհ եք գնում, միգուցե առիթ եք գնում, նաև կարող է ձեր տանն է առիթ, ձեզ մոտ են գալիս։ Տան հետ կապված ոչ հարցեր են, միգուցե գնում եք տուն նայելու, տեղափոխվում եք, գնում եք տան իրեր գնելու համար, ինչ որ պահեր կարող է լինել, որ ճանապարհ է եւ տուն, գնում եք ձեր ծնողների տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 13-ին։
հարգելի նապաստակներ, ճագարներ նաև, կարծես թե կատուներ էլ է դա կոչվում։ Այդ օրը կամ 1 ամիս չեք գնալու աշխատանքի, կամ 1 ամիս հանգստանում եք, կամ 1 ամիս է հանգստանում եք, հիմա պետք է գնաք աշխատանքի, 1 ամիս է աշխատանքի եք փնտրում, հիմա գտնում եք, կամ եւս 1 ամիս դեռ աշխատանք չեք կարողանա գտնել։ Ինչ որ մի բանը ձգձգվում է դեռևս։ Միգուցե նաև ինչ որ մի պաշտոնավոր մեկի հետ պետք է հանդիպեք, պետական աշխատողի հետ, դեռ 1 ամիս հետո ձգվում է, 1 ամիս հետո են տալիս ձեզ այդ հանդիպումը։ Նաև դե եթե ձգձգվում էր ինչ որ մի բան, ձեր գործում, ձեր բիզնեսում, ապա դա կարող է լինել կամ ձգձգվել է, սա երկուսն էլ հնարավոր է, որովհետև ամեն մեկի մոտ ինչ որ մի բան է այստեղ, ուշանալու հետ է կապված։ 1 ամիս դադարեք տալիս, օրինակ ձեր բիզնեսին չեք զբաղվում դրանով, որովհետև այստեղ հիվանդանոցում ինչ որ մեկը կա, կամ դուք լավ չեք զգում, կամ պետք է խնամեք եւ ինչ որ մի բան եք հետաձգում։ Չեք կարող ոնց որ աշխատել, նման ոչ է պահել։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, որոշ դռներ կբացվեն ձեր առջև։ Նաև հանդիպում շփում կունենաք որոցը մասնագետի հետ, դա կարող է լինել նաև բժիշկը։ Եվ այստեղ ձեր սիրելի հետ կապված միգուցե կամ կարոտել եք, կամ իր կարիքը ունեք, որովհետև ինչ որ դեպրեսիվ վիճակ է իր հետ կապված, կամ ձեր սիրելի մարդկանց հետ կապված, եթե չունեք երկրորդ կես, ապա սա ոնց որ ավելի հարազատներն են։ Ինչ որ մի բան, կամ իրենք են ձեզ նեղացնում, կամ իրենց մասի մտածելով եք այդպես նեղվում, մի փոքր նեղվածություն կա։ Դե այստեղ հնարավոր է նեղվում եք, գնում եք մասնագետի հետ եք խոսում, որտեղ այստեղ հստակ հիվանդանոցում ինչ-որ մեկը կամ կա, կամ հիվանդ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կարիերայի հետ կապված խնդիրներ կան։ Ինչ որ բաներ այնպես չի գնում, ինչ որ նվազում է, ինչ որ խնդիրներ կան։ Ես ընդհանրապես ասել եմ 2025-ի սկիզբ բոլոր տարվա ծնվածների համար, որ օրերն են իրենց համար լավ, կարող եք նայել այդ տեսանյութը, եթե ինչ որ բաներ չեք հիշում, միգուցե կարող գրանցել եք, նայեք որ ամիսների ընթացքում է ձեզ համար լավ, որ ամիսները վատ։ Նման կանխատեսում իհարկե կլինի նաև այս տարի։ Եվ ոմանք այստեղ կընդունվեն աշխատանքի, ոմանք նաև այստեղ աշխատանքի վայրում են նաև այս ինչ որ օծեր են։ Ամենայն դեպս կարող եք գնալ հարցազրույցի, կարող եք ձեր բիզնեսը առաջ տանել, գործունեությունը առաջ տանել, նաև հանդիպել ոչ պետական աշխատողի։ Բայց այստեղ տեսնում ենք տղամարդ եւ օծ,
կամ ինչ որ օծեր բամբասանքներ են տարածում այդ ձեր եւ այդ տղամարդու հետ կապված, կամ այդ տղամարդն է այդպեսին։ Ինչ որ օծություն է անում եւ ձեր գործերը առաջ չի մղում է, ինչ որ մի բան այնպես չէ։ Ինչ որ մի բան ճիշտ չի անում կամ ձեր օգտին չի անում ուղղակի։ Հենց աշխատանքի վայրում է միգուցե։ Այդքան լավ մարդ չէ, եթե ինչ որ գործեր եք տալիս ինքը անի, եթե թեկուզ ձեր տնօրենը եթե լինի, միևնույնն է, ինքը այդքան էլ լավ մարդ չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օցերին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի օցեր, այդ օրը կարող եք կտրուկ ոչ քայլ անել։ Եվ այդ քայլը կարող է այնպես լինել, որ հետո ինչ որ մի բան փակվի ձեզ մոտ, դա մա ուշադիր եղեք, ձեզանից շատ բան է կախված։ Եվ կարող եք սեղանի շուրջ նստել, այնտեղ ինչ որ մի բան այնպես չի ընթանում եւ դրա հետ է կապված ինչ որ մի բանի փակվելը ձեզ մոտ, ինչ որ մի բան չստացվելը։ Միգուցե այնտեղ պետք է խոսեք, այնտեղ պետք է քննարկեք, ինչ որ մի բան չեք ասել կամ նման որևիցե հարցեր։ Օրվա ընթացքում երկիեսանիների պատճառով նաև ձեզ մոտ որոշ բաներ կարող են ուշանալ։ Մոտավորապես 2 ամիս կարող են ուշանալ, որովհետև իրենք չեն անում, իրենք չեն զբաղվում դրանով կամ ինչ որ մի բան այնպես չէ, իրենց հետ կապված չեն ուզում անեն եւ դա համար ուշանում է։ Իրենք են մեղավոր, որովհետև կարող է ձեզ ասել են ոնց որ հույսով են արել, բայց նման բան չկա։ Եվ իհարկե երկար սպասված ոչ է տեղեկություն կստանաք փաթեթ, փաստաթուղթ, ոչ է կարևոր տեղեկություն ձեզ համար, բայց կարծես թե հիմա այդքան էլ արդեն դա կարիքը չկա, ոնց որ ուշացել է արդեն դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 13-ին։
Հարգելի ձեր, այդ օր առավոտյան նավը ինչ-որ մեկի հետ վիճեք։ Եվ այդ վեճը կարող է անդադ առաջ գնա, զարգանա, ոնց որ անընդհատ կա։ Պետք չի դրա համար։ Այնպիսի կարող է վայրում է, որ շարունակական է դա անընդհատ լինել, ոնց որ անդադ իրար տեսնելով այդ խնդիրը լինի։ Նաև դա կարող է լինել այնպիսի տեղ, որտեղ վիճում եք, որ ինչ-որ գործեր առաջ գնա, որտեղ կանգնացրել են, որովհետև չեն անում, որովհետև դանդաղ են անում, արդեն պետք է որ առաջ լինեին եւ հիմա ոնց որ այդ առաջ խաղացման համար, ինչ-որ գործեր առաջ մղելու համար վիճում եք, որ իրենք անեն դա։ Օրվա ընթացքում գումար կծախսեք, ոմանք են նաև գումար կստանան։ Գումարի մասին կարող եք խոսել ընտանիքով, նստակ խոսեք։ Ոմանք գումար կծախսեն հարսանիք գնալու համար, հարսանիքին պատրաստվելու համար, նշանադրությունը եւ այլն։ Նաեւ ընտանիքն է սա, կարող է տանտղամարդը կամ կինը սկսում են աշխատել եւ տունը էլի գումար են բերում։ Կամ զույգերից մեկը մեծ ծախս է անում, մյուսին չհարցնելով։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի այծեր, նաև կոչվում է ոչխարներ, հա, տարվա ծնվածով։ Այդ օրը ինչ որ գործեր կզարգանան, ինչ որ գործեր առաջ կմղեն, կարող եք դուք մղել, կարող են իրանց գնալ առաջ։ Մենայն դեպս զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք եւս։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, դա կարող է լինել պետական աշխատող, կարող է լինել պաշտոնավոր մարդ, կարող է լինել ձեր ամուսինը, ձեր տղան, մի փոքր մեծ, հա, ինքը տարիքով մեծ է։ Եվ տարիքով մեծ կարող է լինել եւ պաշտոնով, ոմանց մոտ։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք ձեր սիրելին մարդկանցից, ձեր հարազատ մարդկանցից, այն մարդկանցից, ում որ դուք շատ եք սիրում, ձեր երկրորդ կեսը կարող է ինչ-որ մի լավ լուր ձեզ գա երեկոյան ասի։ Նաև սա սիրո խոստովանություն է, կարող նաև ինչ-որ մեկը ասի, որ սիրահարվել է, ոնց որ ձեր երեխաներից մեկը ասեն, որ սիրահարվել են ինչ-որ մեկին, կամ նաև առանձին ոմանք բարի լուր կլսեն, լավ լուր կլսեն ինչ-որ մի ոլորտից եւ առանձին այստեղ նաև սիրո խոստովանություն է եւ դուք կանեք եւ ձեզ կանեն։ Նաև որ բարի լուրը լսեք, դուք ուղղակի ձեզ այդպես սիրված կզգաք, լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։
Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը կտրուկ ոչը քայլ կարող եք դուք անել կամ անսպասելի ոչը մի բան լսեք, իմանաք, որից հետո կարող եք տատանվել։ Ասեմ, որ դա եկեղեցանիների կողմից է եւ այդքան էլ պետք չի դրանց տեղ տալ եւ իրենց ասածին հավատալ։ Նաեւ կարող է եկեղեցանի մարդիկ ինչ որ մի բան ասեն, որից էլ որ նաև դուք ինքներդ, հա, կարող եք անմտածված քայլ անել։ Օրվա ընթացքում ոմանք կարող են այցելել ոչ մասնագետի, գնաք բժշկական կենտրոն, հիվանդանոց, ինչ-որ մեկին տեսնելու, մի փոքր կարող եք նաև հուզված լինել, միգուցե պետք է գնաք ինչ-որ պրոցեդուրաների համար, դրա համար էլ հուզված եք, հա, որ ինչ է լինելու այնտեղ։ Կամ ինչ-որ մեկն է հիվանդանոցում եւ գնում եք իրեն տեսնելու այդպես հուզված։ Երեկոյան արդեն ամեն ինչ նորմալ է, ձեզ սիրված կզգաք, ձեզ ամեն ինչ կարգին է, եթե ձեր սիրելի մարդկանց մոտ էր, ապա իրենց մոտ ամեն ինչ նորմալ կլինի։ Նաեւ ինչ-որ մի բան է ուշանում։ Գուցե ձեր սիրելին է ասում, որ դեռևս պետք է 3 ամիս մնա այնտեղ։ Ինչ-որ մի բան համենայն դեպս կուշանա, որ կիմանաք, որ ինչ-որ մի բան ուշանալու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը առավոտյան բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ գործեր կզարգանան, առաջ կգնան, գուցե դրանից եք էմոցիոնալ կամ այդպես ոգևորված կարող է ինչ-որ բաներ եք առաջ մղում, առաջ եք գնում, դուք եք առաջ մղում, ինքն է առաջ գնում եւ դուք դրանից ոնց որ ավելի շատ եք ոգևորվում։
ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, օրվա ընթացքում եւս էլի հաջողություն ունեք, որը նոր դռներ է բացելու ձեր առջև։ Եվ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ առաջ կգնան, ինչ-որ բան է կարող է կանգնածեր, հիմա արդեն առաջ կգնա, միգուցե տուն եք փնտրում, միգուցե վերանորոգում էր, միգուցե ինչ-որ խնդիրներ էին, ինչ-որ պահեր էր, հիմա առաջ կգնա։ Նաև եթե պատրաստվում եք ինչ-որ առիթի, նա ոնց որ քիչ-քիչ, այդպես դանդաղ-դանդաղ պատրաստվում եք, հիմա ոնց որ ավելի առաջ կգնա եւ կանեք կվերջացնեք։ Ոմանք կարող են սիրահարվել, դրա համար էմոցիոնալ լինեք, ոմանք կհանդիպեն իրենց սիրելիին, ոմանք սիրո խոստովանություն կանեն, նաև կստանաք, սիրելիներին կարող եք հանդիպել, վերադառնա տուն ձեր սիրելին, ձեր տղան, այդպես։ Դրա համար ձեզ լավ կարող եք զգալ եւ իհարկե սեր, նոր սեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 13-ին։ Հարգելի շներ, այդ օրը կտրուկ ոչը քայլ կանեք, ինչ որ միգուցե նաև անմտածված լինի այդ քայլը, դրա համար երկար մտածեք, միգուցե նաև անսպասելի ինչ որ մի բան եք իմանում, ինչ որ մի բան է կատարվում, ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, նաև երկար սպասված ոչը տեղեկատվություն կստանաք, կլսեք, ինչ որ փաստաթուղթ կստանաք, փաթեթ նաև կստանաք, ինչ որ մի բան է, որ երկար եք սպասել։ Օրվա ընթացքում եւս էլի նորություն, ինչ որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, էլի փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, ինչ որ քսերոքս անել, հա, եւ նման այլ հարցերով զբաղվել, նաեւ տեղեկություն եւս, հա, էլի նայած կարող եք ստանալ։ Եվ այստեղ երկեսանի մարդիկ կան, միգուցե այդ կտրուկ քայլը երկեսանիների հետ է կապված, կարող է իրենք են դրթում այդ քայլին, միգուցե իրենց հանդեպ եք անում, ինչ որ կոպտում եք իրենց, ինչ որ կտրուկ մի բան է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 13-ին։
Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը ճանապարհ եք գնալու։ Ուրիշ ոչինչ չկա։ Միգուցե ամբողջ օր ճանապարհին եք լինելու, դրա համար է դա ցույց տալիս։ Ակո երկար ճանապարհ եք գնալու։ Հետո այնտեղ էլի ինչ-որ մի բան եք անելու, հետո էլի նորից հետ եք վերադառնալու, երկար ճանապարհ։ Ամենայն դեպս ինքը կիսատ է, հեսա 1-2 քարտ էլ կհանեմ, 1 րոպե։ Ինչ էլ որ լինի, միևնույնն է, հա, ինչ որ կիսատ է։ Չսպասվում վարազներին, օձեր կան։ Ինչ որ իմաստուն պետք է լինեք այդ օրը, օձեր կան, նաև դա օձային վերաբերմունք է ձեր նկատմամբ, որ կնկատեք, եւ ոմանք կգնան ժամադրության, ոմանք այստեղ ծնունդի եք գնում, որպեսզի մասնակցեք, նաև դա կարող է լինել ժամադրություն, անակնկալներ, նվերներ, ինչ որ ուրախ պահեր, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։